Չնայած բազմաթիվ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների համար ասել եմ առանձին, բայց հիմա այս ելույթս նվիրված է ձեզ, Տիկին Մինասյան, ուրեմն դուք կարող եք բացել Armenpress-ին տված հարցազրույցը կառավարության, որով որ իմ ասածը հաստատվում է, որովհետև խնդիր ա եղել այդ եկեղեցու հետ կապված խնդիր ա եղել, որը որ հաստատել է կառավարությունը։ Բացի այդ, հանձնաժողովի նիստում արտաքին հարաբերությունների, ես եւ իմ գործընկերները բազմաթիվ հարցեր են ուղղել արտաքին գործերի նախարարին, արտաքին գործերի նախարարը մինչ այս այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը ասել է, որ նման խնդիր չկա այդ տարածքում։ Այնուհետև քրոնոլոգիան եմ էլ ձեզ բացատրում։ Այնուհետև գալիս են գյուղ եւ ասում են, որ ստեղից տարածքներ կա, որ պիտի հանձնվեն։ Դրանից առաջ քարտեզների մասին է խոսք եղել 20-30-ականների, որով այդ ամբողջ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվել։ Գրեթե 31000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այնուհետև գյուղացիները ինձ հրավիրել են, ես գնացել եմ գյուղացիների հետ, այդ զգայուն հատվածների հետ կապված մեր բողոքի ձայնը բարձրացնելու։ Քրոնոլոգիան եմ ձեզ բացատրում։ Այդ ընթացքում բազմաթիվ պաշտոնյաներ են Բարձրաստիճան եկել այդտեղ։ Եվ այդ պաշտոնյաների անունը ես չեմ տալիս, միայն ու միայն մի պատճառով, որովհետև իմ բարոյականությունը թույլ չի տալիս այդ մարդկանց անունները հնչեցնել, որ այդ մարդիկ էլ են ասել, որ այստեղ խնդիր կա։ Այո, մինչև հիմա էլ ոսկեպարի հատվածում խնդիր կա։ Իգիտություն ձեզ։ Կա այդ խնդիրը։ Թող գան ստեղից ասեն, որ չկա այդ հատվածում խնդիր։ Այդ հատվածում խնդիր կա։ Եվ եթե մենք պայքարել ենք, այդ իմ պայքարը չի եղել։ Այդ իմ հայրենակիցների պայքարն ա եղել, պետք չէ ամեն անգամ գալ այստեղ ասել, որ սարքել եք մատի փաթաթան, ոչ խոսալու թեմա չի։ Ավարտեք։